Ոչ թե դիտարկելու, այլ գործելու ժամանակն է։ Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են անփոփոխ օրակարգով։ Բաքվի ապօրինի դատերով անցնող հայերի համար օրհասական է ամեն վայրկյանը։ ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն, եւ մենք այստեղ այլևս չենք լսելու այն տեքստը, որ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Գիտեք ինչի են նրանք համարձակվում ձեզ վտարել Ադրբեջանից, որովհետեւ միևնույնն է ոչինչ չեք անում, ոչ միայն չեք անում, այլ դիրքավորվել եք անկարողի կարգավիճակում, ասելով թե դե չի թողնում, մենք ինչ կարող ենք անել։ Միջազգային կառույցները չպետք է թույլ տան, որ կամայական այս դատավարությունները Բաքուն անցկացնի աշխարհի աչքից ու ականջից հեռու։ Այդ երկիրը հատորներով շինծ ու մեղադրանքներ է բարդում մարդկանց վրա, որոնք ընդամենը պայքարել են սեփական հողում ապրելու իրավունքի համար։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս Ադրբեջանի ներքին գործը։ Խաղաղության ու անվտանգության համար ստեղծված կառույցը լուր հետևում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, մարդկանց խոշտանգումներին։ ՄԱԿ-ն ունի լծակներ ընդհուպ վերջ դնելու դատական այդ ֆարսին ու հայրենիք վերադարձնելու գերիներին, ասում է Գեղամ Ստեփանյանը։ Նույն տեղում, նույն պահանջով կհավաքվեն, ինչքան պետք լինի, վստահեցնում է նա։ ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա, որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում, նաև առաջին հերթին խարան է հենց իր համար որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճիշտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունը այս ձևով ուղղակի ցինիկաբար ոտնահարում է ամենատարրական սկզբունքները միջազգային իրավունքի եւ մնում է անպատիժ կամ առանց որևէ հետևանքի։ Իշխանությունը պատշաճ չի գործում։ Այս պայմաններում գոնե միջազգային կառույցներին ազդակներ պետք է հասցնի հանրությունը, ասում են ակցիայի մասնակիցները։ Վստահ են այս օրերին Երևանից ուղարկված մեսիջները որոշակի թիրախի հասել են։ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունը դա դատավարություն է ոչ թե միայն մեր հայրենակիցների նկատմամբ, այլ ամբողջ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության։ Ակնհայտ այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են, դրանք ոչ թե մարդկանց գործողություններին են վերաբերվում, այլ Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն։ Եվ ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները այս պարզ բանը չեն հասկանում, որ այս դատավարությունը ի վերջո տեղափոխվելու է դեպի Հայաստանի Հանրապետության դեմ դատավարություն 35 տարվա ընթացքում այսպես կոչված ռազմական գործողությունները ձևակերպելով որպես հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետք է պարտադրել, որ հայերին վերադարձնելու հարցն օրակարգում համար մեկը դառնա, ասում են ակցիայի մասնակիցները։ Իշխանությունը պետք է հասկանա, որ գերիների հարցն իր համար կարող է ճակատագրական լինել, ուստի պահանջի հաջորդ հասցեն լինելու է Հայաստանի կառավարությունը։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։